Մի տարեցմարդ, ով իր կյանքը նվիրել էր սեփական զավակներին, ամեն ինչ անելով նրանց համար աշխատել էր ջանք չխնայելով, ուսման էր տվել, նրանց ամուսնության հարցում սատար լինելով, թորներին մեծացնելով, մտածում էր, թե երբ ժամանակը գա, զավակները կփոխհատուցեն իր արածը, իրենց կողքին, իրենց ընտանիքում, տեղ հատկացնելով իր համար։ Նա մտածում էր, թե հանգստություն, խաղաղություն, հոգեկան բավարարություն կգտնի նրանց հետ ապրելով։ Բայց նրանց հետ ապրելով տեսավ, որ զավակներն ու թոռները անընդհատ զբաղված են իրենց ուսմամբ ու գործերով, իրենց շրջապատով ու ընկերներով։ Եվ նրանց հետ խոսելիս, շփվելիս տեսավ, որ առաջներում այդ շփումը ավելի սրտալի ու բնական էին, նրանք առաջներում լսում էին իրեն ու խրատներով էին շարժվում, իսկ հիմա դրանք հապճեպ ու անբնական էին, նրանք չէին ուզում լսել իրեն և ժամանակ էլ չունեին երկար բարակ հարցեր քննարկելու։ Ծերունին այս ամենի մասին պատմեց իմաստունին և ավելացրեց. Ես կուզենայի լինել իմ ստեղծած սեփական ընտանիքի մի մասը, կիսելով նրանց հետ ամեն ինչ, սակայն ես տեսնում եմ, որ դարձել եմ ավելորդ մի դետալ միայն։ Իսկ չէ, որ զավակները պարտավոր են մտածել իրենց ծերացած ծնողների մասին, հոգ տանելով, որ նրանք բավարարված լինեն։ Իմաստունը լսեց նրան և ցույց տալով ջրով լցված կուժն ասաց. Եթե այս կուժը բերնեբերան լցնենք ջրով և էլի ավելացնենք, ինչ կլինի, ջուրը կթափվի իհարկե։ Իմաստունը գլխով արեց ու ավելացրեց. դա բնական է։ Ընտանիքում, որտեղ ամեն ինչ իր տեղում է, ամուսիններով, զավակներով, նույնիսկ կենդանիներով, այլևս տեղ չի կարող լինել նույնիսկ մեկ մարդու համար, նրանք ավելորդ են դառնում, նրանք կարող են միայն հյուր լինել և հեռանալ։ Այդ տունը դուք և զավակներդ հարմարեցրել եք իրենց համար և ոչ ավելին, դա կբերի դիսբալանսի։ Մինչդեռ դուք ուզում եք լինել կենտրոնում, գլխավոր անձը, այդպես չի կարող լինել, չէ՞ որ նրանք էլ իրենց կյանքն ունեն։ Լավ, այդ դեպքում ես ինչպե՞ս վարվեմ։ Իմաստունը հայացքն ուղղեց այգու կողքով հոսող գետին և ասաց. բնությունը մեզ սովորեցնում է մի պարզ ճշմարտություն. գետերը երբեք հետ չեն հոսում վերադառնալով իրենց ակունքին, նրանք հոսում են դեպի օվկիանոսները։ Դուք մեծացրել եք նրանց, որպեսզի կյանք մտնեն, առաջ ընթանան, ապրեն իրենց կյանքով, դա դուք եք սովորեցրել նրանց։ Ծերունին մտածեց, որ ինքը տարիներ շարունակ իր զավակներին սովորեցրել էր լավությունը փոխհատուցելուն, պարտքերը ժամանակին վերադարձնելուն, պարտաճանաչ լինելուն և հյուրասիրությանը, իսկ հիմա տեսնում էր, որ իր սպասելիքները երեխաներից չի իրականանում, իր դատարկ կյանքը չի լցվում իրենցով։ Իմաստունն ավելացրեց. սերն ու հարգանքը չի կարելի պարտադրել։ Ինչքան շագ հաստատել ձեր ներկայությունը, ձեր երեխաների կյանքում նրանք ավելի շատ կզգան ձեր ավելորդությունը։ Իրական հարգանքն ու սերը ազատությամբ է հաստատվում, այլ ոչ պարտավորությամբ ու պարտադրմամբ։ Ծերունու աչքերի կապանքները կարծես հանվեցին, և նա հասկացավ, որ ինչքան էլ շատ սիրեր իր երեխաներին, հիմա արդեն պետք է սովորի ապրել ինքն իր համար և ոչ զավակների։ Նա նայեց իմաստունին և հարցրեց. լավ, ես հիմա ինչպե՞ս վարվեմ։ Մեր զրույցը դեռ չի ավարտվել։ Դուք պետք է սովորեք իմաստուն ծերանալուն։ Նա, ով հարգում է, հարգվում է։ Դուք պետք է իմանաք, որ ձեր ապրելը ձեր երեխաներով չի ավարտվում, դուք պետք է ճշտեք ձեր ինքնաճանաչումն ու ձեր նպատակը։ Ծերունին մտասուզվեց ինքն իր մեջ և ներքին հակամարտության մեջ էր, իսկ իմաստունն ավելացրեց. նայեք այգու ծառերին, նրանք իրարից հեռու են գտնվում։ Եթե նրանց իրար մոտ տնկեին, նրանց ճյուղերն իրար կխանգարեին աճելու և բերք տալու համար, նրանք միմյանցից կխլեն իրենց բաժին արևը, որ աճեն։
Ես հասկացա մի բան, որ ինչքան իրար մոտ լինենք, այնքան կխանգարենք միմյանց։ Սերը չի կարելի պարտադրել, այլապես կճնշես դիմացինիդ, շնչահեղձ կանես, ինչպես իրար մոտ աճած սարերի ճյուղերն են ծռմռվում, որ դեպի վեր բարձրանան։ Ծերունին հիշեց իր այցը երեխաների տուն։ Սկզբում նրան ջերմ ընդունեցին, ճաշեցին, հարցեր տվեցին, ընդհանուր հետաքրքրություններ գտան, խոսեցին ամեն ինչից, լավ զգացին, որ միասին են։ Իր մասին հոգ տարան, սակայն որոշ ժամանակ անց նա այլևս հետաքրքիր չէր զավակների և թոռների համար։ Նա միայն մի մասնիկ էր այդ տան մեջ, որն այլևս ուշադրության արժանի չէր։ Նա զգաց, որ իր հարցերին չեն պատասխանում, չեն կենտրոնանում իր վրա, իր հարցերը ձանձրալու ավելորդ էին, ժպիտներն էլ շինծու էին, իր հիվանդություններն ու հետաքրքրությունները նրանց համար օրակարգային չէին, նրանց համար իրենց հոգսերն ավելի կարևոր էին։ Ծերունին զայրացած հարցրեց. բայց չէ որ ես նրանց հայրն եմ, չէ որ զավակը պարտավոր է լսել իր հորը, ենթարկվել նրան։ Իմաստունը կարեկցանքով նայեց զրուցակցին ու ասաց. եթե ափի մեջ մի բուռ ավազ վերցնենք ու բռունցքը ուժով փակենք, ինչ կլինի։ Ավազը մատների արանքից դուրս կթափվի, իհարկե։ Այդպես էլ մարդկային հարաբերություններն են։ Մարդկային սերն ու կապվածությունը չես կարող ուժով պահել, այն վաղ թե ուշ կնեղի և դուրս կմղվի ճնշման ենթարկելու հետևանքով։ Դուք շուտով մի բեռ կդառնաք նրանց համար, ավելորդ մի դետալ։ Հարցը նրանում չէ, որ ձեր երեխաները ձեզ չեն սիրում, այլ նրանում, որ դուք նրանց պետք եք այն ժամանակ, երբ դա նրանց իրոք պետք է, դա ձեր ցանկությամբ չի կարող լինել։ Լավ, հապա ես ինչ անեմ։ Իմաստունը կրկին ցույց տվեց տան մոտով հոսող գետն ու ասաց. գետի ափերը գետին չեն կարող ստիպել ինչպես հոսի։ Գետն ինքն է որոշում որն է իր հունը, իսկ թե վարարում է, ափ չի ճանաչում ու դուրս է հորդում։ Ուրեմն մի ստիպեք ձեր զավակներին ձեր ուզածով վարվել։ Տվեք նրանց ինքնուրույն որոշման հնարավորություն, թողեք, որ նրանք ձեզ կարոտեն, ձեր կարիքն զգան, այդ դեպքում հարգանքն ու վերաբերմունքը կփոխվեն։ Ծերունին հասկացավ, որ ֆիզիկական ներկայությամբ չի որոշվում սերն ու հարգանքը։ Մարդն իր ծերությանը պետք է հարմարվի ու չնեղվի։ Ֆիզիկական ներկայությունը սրտերի մոտ լինել չի նշանակում։ Նա հարցրեց. ուսուցիչ, ես ամբողջ կյանքս նրանց եմ նվիրել։ Զոհողությունների մեջ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը, իմ ցանկություններն ու պետքերը ստորադասելով նրանց ցանկություններին ու պահանջներին, որ իրենք լավ ապրեն, լավ ապագա ունենան, իրենց ուզածով ապրեն, ինչպես իրենց հարմար է, չեմ պարտադրել, չեմ պահանջել ոչինչ ինձ համար։ Ու երբ ես հիմա ծերացել եմ, միթե իրավունք չունեմ պահանջելու որևէ բան։ Իմաստունը ժպտաց և ավելացրեց. բարձրագույն մարդը մեղադրում է իրեն, իսկ սովորականը կամ նսեմը մեղադրում է ուրիշին։ Երբ դուք ծառ եք տնկում, հույս ունեք, որ այդ ծառը ձեզ կպատսպարի շոգից ու բերքառատ կլինի։ Դուք ձեր երեխաներին դաստիարակել եք, ինչպես ուզել եք, որ նրանք աճեն ազատ, ընտրեն իրենց ուղին, պահանջելու ոչինչ չունեք, դուք չեք կարող պարտադրել, որ նրանք պտտվեն ձեր շուրջը։ Իրական սերը պարտքով չի կարող լինել, որ հետո պահանջես վերադարձնել։ Ծերունին լռեց ու մտածեց, որ իր ջանքերն ու նվիրվածությունը պետք է որ գնահատվեին։ Նա հույս ուներ, որ զավակները պետք է որ դա հասկանային, իսկ իմաստունը ցույց տալով ծառի վրա նստած թռչունին ասաց. յուրաքանչյուր թռչուն իր բույնն է հյուսում, ձագուկներին կերակրում է, մեծացնում, թռչել սովորեցնում, իսկ երբ նրանք մեծանում են, թռնում գնում են ու իրենց բույնն են հյուսում, որ իրենց ձագուկների համար նույնն անեն, նրանք հույս չունեն, որ ձագուկները հետ կվերադառնան։ Ծերունին խեղդում էր այդպիսի ճշմարտությունից։
Նա մտածում էր, որ երևի պետք չէր սիրել զավակներին այդքան շատ ու ջերմ, պահանջելով, որ նրանք էլ նույն կերպ պիտի վարվեն։ Լավ, ես հիմա ինչպես վարվեմ։ Իմաստունը նայեց երկնքին ու ասաց. ավելի հեշտ է մոմ վառել, որ խավարը ցրվի։ Բավարարվեք ձեր տրվածով, վայելեք ձեր ծերությունը եւ փոխադարձության ու փոխհատուցման մի սպասեք։ Կապվածությամբ ոչինչ չես ստանա, կգա ժամանակը եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ծերունու համար պարզ դարձավ այն, որ զավակները պատասխանատու չեն իր երջանկության համար եւ որ իր երջանկությունը միայն իրեն է պատկանում եւ ոչ ուրիշին։ Նա ցավ զգաց ու դատարկություն։ Նրա համար կյանքն անիմաստ թվաց ու հարցրեց. Լավ, բացատրեք, ինչ անեմ ես։ Իմաստունն ասաց. Դուք սովորեցրել եք ձեր երեխաներին թրջել, իսկ հիմա կախ եք ընկել նրանց թևերից, որ ցած չընկնեք։ Դուք կուզենաք լինել նրանց կյանքի մի մասը, բայց նրանք էլ ունեն իրենց պարտավորությունները, իրենց երեխաների առջև, իրենց բեռը, ձեր ներկայությամբ բեռն ավելանում է։ Տվեք հնարավորություն ձեր զավակներին կարոտել ձեզ։ Ինչու են տարեցմարտիկ հաճախ արթնանում գիշերը ժամը 3-ի մոտ, որ մտածեն այդ մասին, մտածեն մինչև լույս, երբ Աստծո լույսը կբացվի եւ ամեն ինչ կփարատվի եւ նրանք ամեն ինչ կհասկանան։ Այսքանը կարծում եմ դուք կմտածեք այս ամենի մասին, ասաց իմաստունը, բարձրացավ տեղից եւ մոտեցավ պատուհանին, նայեց երկնքին։